սկսված է Հայաստանում։ Մարդիկ երևույթներն ու դեպքերը լրագրողական ինքնօրինակ տեսանկյունից բարի երեկո, դուք դիտում եք հատուկ ռեպորտաժը։ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը սկսել է զբաղվել մի գործով, որը որպես երևույթ թվում էր վաղուց արդեն անհնար է փոխել կամ համակերպվել ենք բոլորս։ Խոսքը հենց բարեխիղճ մրցակցության մասին է, որը նշանակում է ոչ միայն հավասար պայմաններ ու բիզնես հնարավորություններ, այլև ավելի ազնիվ վերաբերմունք սպառողի նկատմամբ։ Դրա ամենավառ վկայություններից է անվանումով կամ մեկ տառի տարբերությամբ նման ապրանքների վաճառքը։ Իհարկե սա նոր երևույթ չէ, հիշում եք Սոնյան Սոնիի փոխարեն Պավասոնին Պանասոնիկի փոխարեն թուրքական արտադրության կենցաղային տեխնիկան։ Հետո արդեն չգիտես ինչու դա դարձավ հայրենական բիզնես ձեռագիր։ Իհարկե ավելի հեշտ է ճանաչելի բրենդ վաճառելը, բայց ամենատարօրինակը թերևս հենց այդ բրենդը կեղծելն է։ Դա գոնե նշանակում է, որ հայրենական արտադրողը կարող է գոնե այդ որակից մի քիչ ցածր, բայց այստեղ արտադրել։ Այդ դեպքում եթե կան արտադրական հզորությունները, ինչու են չթողարկել սեփական անվանումով, դրանով իսկ հեղինակություն վայելելով որպես նոր ապրանքատեսակի, ընդ որում տեղականի բարի համբավով։ Այս ցուցակից ամենազավեշտալին իհարկե հայկական արտադրության Արմանի կոստյումներն են ու Զիլի փողկապները, ու եթե լայն սպառման ապրանքների դեպքում որակը հասարակ սպառողը կարող է միանգամից չզգալ, Արմանի ու Դոլչե Գաբբանայի դեպքում ուղղակի աչք է ծակում։ Մի խոսքով սպառողներն ու մատակարարները այնպիսի փոխադարձ ինքնախաբեության օղակում են, որի շուրջ երկար ժամանակ տրամաբանություն էր փնտրում Արտյոմ Լևոնյանը։ Թե ինչ գտավ, կներկայացնենք հենց հիմա։ Այս մեդով չէ, մեդով ֆեն, երկու ֆլֆել իսկականն է, ֆեն արդեն պաշն է։ Սրանք թաքնված ու բացառիկ կադրեր են, հենց այսպես ցանկացած խանութում ձեզ առանց տեսախցիկի կբացատրեն օրիգինալ ապրանքանիշը ինչպես տարբերել կեղծվածից, ոչ մեկի համար սա գաղտնիք չէ, քանի դեռ տեսախցիկը չի հայտնվում։ Իսկականը անունը ճիշտ է վերածնում, իսկ խորշը մի տարի տարբերությամբ սխալ է վերածնում։ Ուղղակի շփոթությունը կամ տառափոխությունը նոր մեթոդ է, ի սկզբանե տնտեսական մրցակցության հանձնաժողովը բախվեց ապրանքանիշի ամբողջական կեղծմանը։ Սկզբնական վարքագիծը եղել է ապրանքային նշանի նույնական տեղադրումը շշի վրա։ Տնտեսական մրցակցության հանձնաժողովը որոշում ներկայացրեց արտադրող ընկերության 12 խախտումների առնչությամբ, այլ բրենդի հետ նույնացվող ապրանքատեսակները հանվեցին շրջանառությունից, բայց շփոթությունը շարունակվում է։ Զիլյոնե մարկա, այս բնօրինակն է։ Դարձել է Զիլյոնե մետկա, բայց ապրանքին նայելով իրանք գրեթե ոչով չեն տարբերվում։ Արտադրող ընկերության նկատմամբ տնտեսական մրցակցության հանձնաժողովի որոշումներից 7-ը դատական կարգով ճանաչվեցին իրավաչափ, մնացած 5-ը ընթացքի մեջ են։ Արտադրողի նկատմամբ կիրառվեց ֆինանսական պատիժ 500,000 դրամ։ Վերջին շրջանում շփոթության աստիճանի կերտման դեպքեր չեն եղել։ Իմ այս հարցը այդպես էլ մնաց անպատասխան, հասկանալի ու տեսանելի պատճառներով։ Շշերն, ասենք, խոսքի նման այդ ռուսական, ես այդպես մեդովն է, նույն այդ կարգել էլի հայկական կա։ Ստանդարտների ազգային ինստիտուտն է սերտիֆիկացնում պարենային եւ ոչ պարենային ապրանքատեսակները։ Ինստիտուտը սերտիֆիկացնում է պարտադիր հավաստագրման ապրանքների մոտ 70%-ը, բայց այստեղ էլ պնդում են, որ իրենք չեն սերտիֆիկացրել այդ օղիների ապրանքախումբը։ Մենք չենք արել հաստատ, ստանդարտների ազգային ինստիտուտը չի արել։ Հետո պարզվեց, որ սերտիֆիկացում արել է եւ գրեթե ինչպես ռուսական ասացվածքում դա վաղուց էր ու ոչ ճիշտ։ Մենք մեր փորձագետն արի կարճ։ Դե մինչև արվել է, եթե չեմ սա մի 5 տարի առաջ։ Ստուգումները իրականացվում են հատուկ լաբորատորիաներում, ստուգվում է ամեն ինչ՝ օղու պարունակությունը եւ օգտագործման համար անվտանգությունը։ Այն ապրանքը, որը չի համապատասխանում ստանդարտին, սերտիֆիկատ էլ օրենքով չպետք է ստանա։ Այդ արտադրանքը կամ պետք է թափի, ջարդվի, կամ պետք է չարտադրվի։ Հայաստանում 1997-ից գործում է Սպառողների իրավունքների պաշտպանություն հասարակական կազմակերպությունը։ Այստեղ ասում են, որ իրենց գործն անմահ է, քանի որ դարերի խորքից է գալիս։ Գրավոր աղբյուրները վկայում են այն մասին, որ դեռևս այն ժամանակ եղել են սննդամթերքների վրա պիտակներ դնելու պարտադրանքներ։ Եթե որևէ մեկը զբաղվել է որևէ կեղծարարությամբ, նա խիստ պատժվել է։ Սպառողների իրավունքների պաշտպանություն հասարակական կազմակերպությունն է։ ՀԿ-ին 2010-ին ստացել է 1295 դիմում իրենց սպառողական իրավունքների ոտնահարման բողոքներով։ Մեզ դիմում են գրում, մենք դիմում ենք համապատասխան այդ տեղը։
Սակայն միայն այսքանը կազմակերպության լիազորությունները ավարտվում են խորհրդատվությամբ, ավելին նրանք չեն կարողանել միայն խորհուրդ տալ։ Կամ դա եթե մագնշված չի, դա արդեն թերի է համարում, մագնշումը կամ կեղծված կարելի համարել։ Ջերմա Բուրնազյանը գնեց եւ սպառեց առանց մագնշման, այսինքն առանց ժամկետի ապրանքը, սկզբում լռեց, մինչեւ դանակը չհասավ ոսկորին։ Բորբոսնած վիճակում էր, ես դրանից ուշադրությունս հենց հատկապես դրա վրա սևեռեց։ Նա դիմեց վաճառող խանութին, ոչինչ չստացվեց, ապրանքը շարունակում է առանց մագնշման վաճառվել, որոշեց զանգահարել արտադրող ընկերություն ու ստացավ պաշտոնական պատասխան։ Ասացին, որ իբր թուղթը սպառվել է, բայց ես կարծում եմ դա քաղաքակիրթ պատասխան չէ, ինչ է նշանակում թուղթը սպառվել է։ Ժամկետների թղթի սպառված կամ անսպառ լինելու մասին ամեն ինչ գիտի Աննա Ավագյանը, 5 տարի աշխատել է երևանյան խոշոր խանութներից մեկում որպես վաճառողուհի։ Հիմա սպասարկման ոլորտի աշխատակցուհի է, բայց աչքի տեսածը վավերագրի արժեք ունի։ Տանում էին, փոխում էին, ջնջում էին ացետոնով, փոխում են նոր ժամկետ են քրքրի վրա բերում էին։ Աննան պատմում է, որ կեղծումը երբեմն համագործակցությամբ էր կատարվում։ Խանութի սեփականատերերը տեղյակ էին ու խոչընդոտելու փոխարեն ստիպում էին։ Աշխատողին ասում են ջնջի, վրան, այդ գնապիտակը կպցրա ժամկետի տեղը ու տենց վաճառի։ Կառավարության հաստատած կանոնակարգի համաձայն բոլոր վաճառակետերը պարտավոր են ունենալ նորմավորման փաստաթուղթ կամ դրա պատճենը։ Մենք փորձեցինք սկզբում առանձին, առանց մասնագետի պարզել կա արդյոք սերտիֆիկատ։ Ես ինչա պետք, ասա բերեմ 5 րոպե։ Չունեմ, ու ես դες դուխով էլ աշխատում եմ։ Նույն ոգով րոպեներանց խանութպանը բացատրեց, թե ինչպես է օրենքը խախտում։ 72,000 մուծում եմ մեր քաղաքապետարանը, իրանք ինձ դաբրո են տալիս, ծախում են։ Հետո արդեն գլխավոր փորձագետի հետ շրջայց կատարեցինք Երևանյան վաճառակետերում։ Հենց երկրորդ վաճառակետում պատկերը գրեթե նույնն է, բացատրությունն էլ օրենքին հակասող։ Եթե հիմա կոնկրետ ես սպառող եմ եւ ձեզնից խնդրում եմ, որ դուք ցույց տաք, որ տվյալ ապրանքը համապատասխանում։ Տնօրեն ես չեմ, բայց տնօրեն բոլոր փաստաթղթերը բոլորից պահանջում են։ Եթե սերտիֆիկատ չունի, մենք այդ ապրանքը չենք ստանում։ Գիտես, որ հեղինակային իրավունք կա։ Սրանք կեղծ ապրանքանիշով հագուստի առգրավման բացառիկ կադրեր են։ Օպերատիվ հետախուզությունը հետախուզեց սկզբում հարկերը չմուծելու համար, հետո պարզեց, որ ձեռնարկատերը նաև բրենդներ է կեղծում։ Եթե պատվեր լինում, նա արդեն այդ ապրանքանշանները կպցնում է Զիլիա կամ Գուչիա կամ ուրիշ անվանումներով։ Զիլի ընկերությունը Երևանում ունի մոնոբրենդ խանութ սրահ, այն դեռ չի գրանցվել առևտրի պալատում։ Այդ պատճառով չի պայքարում, բայց գիտի, կեղծվում է ու կեղծում են մեծ քանակներով։ Եթե մենք այսօր պտտվենք մեր շուկաներում, մենք կտեսնենք, որ ամբողջությամբ լսված են ոչ միայն Զիլի, տարբեր բրենդեր։ Զիլիի նրբաճաշակ ու թանկարժեք իրերն իրենց իսկ խոսքով մտնում են շուկա, գցում բրենդի համբավն ու հեղինակությունը ու ներմուծվողը չի պատժվում։ Մեկը ո՞նց է արվում։ Քավորն է, աղբերն է, հորեղբայրն է, քերն է, զանգում է, փոքր քաղաքը, բոլորը ճանաչում, զանգում է, հարցը փակում են ու քիչ մի կողմ։ Սակայն հետախուզման վարչությունը սրա համար պատասխանատու չէ։ Եթե բողոք չկա համապատասխան գնորդի կողմից կամ այդ ապրանքանշան ունեցող ֆիրմայի կողմից, ձեր ասած Զիլի կամ Գուչի, մենք ոչ մի բան չենք կարող անենք։ Հենց այս տրամաբանությամբ է հարությունը տոնավաճառում ձեռք բերում էժան հագուստ հռչակավոր բրենդներից։ Սա ինչ բրենդ է։ Dolce Gabbana։ Որքանով ես գնել։ $400 Հարությունը գիտի, որ տոնավաճառում չի գնում այն ապրանքը, որի պիտակը փակցված է, բայց նա միշտ լսում է վաճառողի արդարացումները, որոնք միշտ էլ համոզիչ են։ Այս նույն ֆորմատի մայքեն կա մինչև 100,000 դրամ, քիչ այսքան էժան, բա մենք բիրիքով ենք բերում, շատով ենք բերում, այս կողմ ու բերում ենք Թուրքիայից, բայց եթե Թուրքիայից ինչա Dolce Gabbana վերածվում։ Տոնավաճառներից երբեմն պատվերներ են ստանում այս դերձակները։ Նրանք տեղյակ չեն կտորեղենի ծագումից ու պատասխանատու չեն ապրանքի հետագա ճակատագրի համար։ Իրենք իրենց գործի տերն են։ Եռնականների համար ունեցել ենք, բայց այդպես չենք ունեցել։ Իսկ տարբերանշան ինչ եք անում, ինչ եք փակցնում։ Տիկնախոցող։ Մենք չենք դնում իրաց բերածները։ Իրենք ինչ բերում են, մենք հետո դնում ենք։ Խանութի ապրանքները պատվիրվում է իրանց գլխամասային գրասենյակներում, Իրանում, Լոնդոնում, դրանից բացի, դրանից հետո իրանց ներկայացուցիչներն են անձամբ դասավորում ապրանքները։ Այս փաստաթղթերն ու ստորագրությունները փաստում են, որ Արմանին, Զեյնյան ու Բարբերին ունեն պաշտոնական ներկայացուցիչներ։ Այստեղ կեղծ ապրանք չեք տեսնի։ Արմանիի խանութսրահում բոլորն էլ գիտեն այն կեղծվում է, բայց այս փաստը նրանց չի մտահոգում։
Խնդիրը մենակ ապրանքի վաճառելու հարցը չի։ Խնդիրը այդ մտածելակերպն է, որ այդ ամեն ինչով այդ ծառայության միջոցով գնորդը ստանում է, այսինքն Արմանի մտածելակերպը։ Իսկ այդ դեպքում արդեն մտածելակերպը ինչու՞մ է կայանում։ Այս տարվա իր մտածելակերպը ինքը ոնց է պատկերացնում Արմանի մարդուն այս տարի։ Արմանիի նախընտրած մարդը սակայն միայն ապրանքանիշով չէ, որ կարող է պաշտպանել այդ բրենդը գրելու իրավունքը։ Արմանիի տարբերանշանն ամեն տարի փոխվում է, սակայն եթե այն Արմանի է, ուրեմն քչերի համար է։ Ամբողջ ամսվա աշխատավարձով երևի շալվարի գին կարող լինի։ Այս տոպրակի մեջ կեղծ ապրանքներ են, նրանց տեսականին բավական մեծ է, բայց ի վերջո ով է մեղավոր՝ պետական համապատասխան մարմինները, ձեռնարկատերը, թե սպառողը։ Բոլորն էլ մեղավոր են։ Քանի որ արդյունքում տուժում է պետությունը, տնտեսական համակարգը, մրցակցային հավասար հնարավորությունները ուղղակի թաղվում են կեղծիքների մեջ։ Ես էլ այսօր սիմվոլիկ թաղում կանեմ, եւ սա կլինի մեր ներդրումը ձեռնարկատերի գրպանով վաճառում է պետությանը ազդակ եւ սպառողին զգոնության կոչ։ Սրանք բոլորը կեղծ ապրանքներ են։